Բարի երկու հարգելի հետևորդներ, եթերում ես եմ եւ խոսելու ենք մշակույթից։ Անկեղծ ասած, վաղուց էի ցանկանում այսօրվա հյուրիս հյուրընկալել մեր տաղավարում, պարզապես ժամանակ, նախընտրական շրջան եւ այլն, բայց այնուհանդերձ այսօրվա հյուրս DJ Smoke-ն է, նույն ինքը Արմեն Ալքամյանը։ Շնորհակալ եմ, որ եկաք, Smoke դիմեմ։ Հա, հայլի Smoke, Արմեն արդեն չանել դիմում։ Հա, Smoke կամ Smoke ջան։ Էդի Smoke ջանը ինձ դուր եկավ, նախ ոնց եք։ Լավ, ոնց պետք է լինի մարդ, որը ինքնաբավ է, ոնց պետք է լինի մարդ, որը երջանիկ է եւ ունի ամեն ինչ։ Ամեն ինչ ունի։ Ամեն ինչ ինձ պետք է։ Ինչ մարդուն պետք է երջանիկ լինելու համար։ Առաջին ընտանիք, աշխատանք, Սիրած մարդիկ, սիրված լինել, միշտ սիրել։ Ընկերներ եւ այլն։ Ես ուրախ եմ, ես առհասարակ կարծում եմ, որ երջանիկ եւ բավարարված այն մարդը, ով երջանիկ գնում է աշխատանքի եւ երջանիկ շտապում տուն իր երեխաների, իր կնոջ երջանիկ զարթնում է։ Արթնանում ես, առավոտը արթնացար, արդեն լավ է, արդեն հրաշալի։ Հələ մի հատ որ ես ամեն անգամ որ արթնանում եմ, աչքերս ինձ բացում եմ, ասում Տեր Աստված շնորհակալ եմ։ Ամեն Աստծո գիշեր քնելուց ասում Տեր Աստված շնորհակալ եմ լավ օրվա համար կամ խաղաղ գիշերվա համար, ամեն առավոտ ասում եմ շնորհակալ եմ Տեր լուսաբացի համար, որովհետև հələ մի հատ խորացեք, ինչքան մարդ առավոտը չլուսացրեց, ինչքան մարդ չկարեցավ գիշեր ունենար, դրա համար շնորհակալ ենք։ Միանշանակ։ Ու այդ լավ պոզիտիվնի զարթնելը արդեն երջանկության նշան է։ Բայց եկեք անկեղծ էլի Smoke ջան։ Ներկայիս իրավիճակում հնարավոր է պոզիտիվնի շարունակել։ Արթնացանք դրական լիցքերով արթնացանք, նստեցինք տաքսի։ Տաքսու վարորդը մունաթ եկավ։ Գնացինք խանութ։ Նայեք։ Ես մեր մեջ մի հատ բան է։ Մենք բժշկության մեջ մենք հայերս եւ այլն, հա, բայց մեր վրեքներից մի հատ օրգան է աճել։ Ու դրա բժիշկը չունենք։ Մունաթը։ Մունաթի օրգանը։ Հա, նայեք։ Լավա մունաթ է գալիս, վատա մունաթ է գալիս, տաքա մունաթ է գալիս, ցուրտա մունաթ է գալիս, ուրախա մունաթ է գալիս, տխուրա մունաթ է գալիս։ Դրա բժիշկն է նախ պետք է գտնել։ Դա չի գտնվի, դա դեռ է ամպուտացնել էդի։ Դա գենետիկորեն ինձ թվում է մեզ փոխանցվել է։ Այստեղ որ գալիս էի փառահեղ բանը, էլի փողոցա, այս մեր Բաղրամյան փողոցը, պարկինգ չկա, այն տաքսիում գալիս, որտե երիտասարդ տղա է, ասում տխուր, ասում եմ հարցնում, ասում ինչի ես տխուր։ Տխուր չէ, ես իմ դեմքն է։ Հա։ Ասում միշտ ես որտենց մարդ եմ տենում, ասում եմ լավ եք, ժպտացեք։ Անչիներիս վրա ժպտանք։ Ասում եմ երեխեք ունես, հա, առողջ են, հա։ Ժպտա։ Հա, ժպտա արդեն լավ է։ Հələ մտնա ինչքան մարդ երեխա չունի։ Ինչքան մարդ ունի պրոբլեմատիկ ունի։ Անքը ժպտում է, դու որ ասում եթե ինքը ժպտում է, դու ով ես որ չժպտաս։ Նայեք, տեսեք, այնուհանդերձ, բայց դա կարող է չէ ազդել, եթե հիմա ես ձեզ դիմավորեի չժպտալով, այսինքն սենց դեմքով։ Ես էլ ասել եմ, բարև ձեզ։ Բայց միևնույնն է ես շարունակել եմ։ Ոչ, ես միշտ տենց եմ լինում։ Դուք կգնայիք թե կմնայիք։ Չէ, ես կմնայի ու այնքան կանեի, որ դուք ժպտայիք։ Ես մի հունար միշտ գտնում եմ տենց մարդկանց հետ։ Լավ, ես հիմա ձեզ տեսեք ուր եմ տանում։ Դե որ տենց է, եկեք ժպիտով մտնենք մեր իրականություն, շոու բիզնես, մշակույթ եւ այն, ինչ այժմ կատարվում է մեր մշակույթում եւ շոու բիզնեսում։ Ինչ է կատարվում։ Ինչ է կատարվում, ներկայացնեմ, չէ, եկեք չհակադարձենք, եկեք հասկանանք ինչ է կատարվում։ Շատ պատահական ստացվեց, որ ես ինտերնետային մի հարթակում, TikTok հարթակում մուտք ունեցա։ Շատ պատահական, որը գործի բերումով ստացվեց, հակառակ դեպքում չէի մտնի։ Եվ այն ինչ ես տեսա TikTok-ում, թե ինչ է կատարվում։ TikTok-ը դի ված շրջապատ է։ Ված շրջապատ եմ ընկել։ Ված շրջապատ ես ընկեցողը տոնետես մտել։ Դուրս արի տեղից։ Չէ, չի կարելի, նայեք, սոցիալ մեդիաները իրանք լավ բան են, հրաշալի բան են, այսինքն ցանկացած ստեղծագործող մարդու համար, ցանկացած արարող մարդու համար, ինչ որ բան անող մարդու համար Այսի 90-ականները չի, 2000-ականները չի, որ միակ քարոզչա մեքենան TV-ն եւ ռադիոն է։ Խնդրեմ, այսօր մի հատ շատ ցավով եմ ասում, անկեղծ ցավով եմ ասում, որ հեռուստատեսությունը
արդեն ընկել է երրորդ պլան, որովհետև ես միշտ TV-ն սիրել եմ, որովհետև Դուք տելևիզիոն շիկ եք։ Հա, անկեղծ հա, որովհետև նայեք, ես այնքան էի սիրում TV-ին, որ ես աշխատել եմ TV-ում։ Տարիներ շարունակ բազում պրոյեկտներ եմ արել, բազում բան, բայց առաջի իմ TV-ի այդ հիասթափությունը, որ ռեալնեստի աժիդայինը, ես որ միշտ փոքր էի։ Իմ փոքրում 11-12 նոր տարվա գիշերները որ նայում էի, ասում էի Երանի ես էլ մի օր սանացից ելնեմ, տես նոր տարվա ոչի, ցո նստում են մեզի նոր տարին անում, խափում են, քնում են, նվերը բերում դնում են, ձմեռ պապին բերում է նվերը տալիս է, գնում է ու առավոտը գնում ես այս բարեկամները իրանք են նոր տարի անում, տես միշտ մտածում են որ նա ինչ լավ է, այս ալիքից են ալիք ուրախանում են, բարում են, երեխա են, հետո արդեն ինչ որ գնում է արդեն 14-15 տարեկան բան, որ ամեն նոր տարում ես իդեպ մի հատ պաուզա տամ, ես ֆրազ ասեմ, նոր տարում ես չգիտեմ ես ով եմ ելնում, ես աշխարհի ամենափոքր երեխան եմ, աշխարհի Հեքիաթը երբեք չնա։ Հա, ես իմ հեքիաթը ու իմ երեխեքին էլ եմ տենց, ինքը հեքիաթն է, ինքը հեքիաթ։ Վերջում, տենց ու ես առաջի անգամ գնում եմ TV, Armenia TV-ում աշխատում։ Ոչմ, տենց ամանոր բան, տենց նոր եմ մտել գործի, մի քանի ամիս է, չեմ հիշում որ թվականներ, մենք պետք է նկարեինք Նավագոդնի ու օգոստոս ամսի, որովհետև երկիշներից 2 հոգի գնալու էին Ամերիկա ու չեն պետք էր շուտ Իմ առաջին հիասթափությունը որ շոքին երկար է թե շոքին երկար այդ ձմեռ պապի շորերով այդ մարտիկ այդ գրիմը այդ լույսերը հարել այդ պավիլյոններ տենց միջով նոր պատրաստվող վիճակում էր այդ կոնդիցիոներ հասկացա ուզում ու տենց չկար բան ու մեկ էլ որ եկավ հասավ այնտեղ որ նոյեմբերին նկարվեց դեկտեմբերի 31-ի համար Աննես մանթան նես տխրել էի Եթե այդ իմ առաջին յասը, բայց TV-ն ինքնին հեքիաթ է Ես որ ցավում եմ, որ TV-ն այսօր X1-ը կարա հեռախոսը վեկալի դնի ու ինչ-որ բան ասի ու բոլորը ուրախանան ու բոլորը նայեն այդ ամեն ինչը Ասեմ ավելին Ինչ-որ մի երգիչ կարող է մի բան երգել Ես ինքս նաև տելևիզիոն շիկ եմ ու կարող է մի բան երգել եւ Այդ ձեր ասած հեռախոսով, այդ կլկլոցը Կլկլոցի մասին Հետո կանադառնամ Չէ, պետք է կանադառնամ Այդ կլկլոցը այնպես պտտել, այնպես մտցնել երիտասարդ ականջի մեջ, որ թվա թե որակը դա է, դիտելիությունը միլիոնը դա է, եւ այլն Արդյոք դրանք կարճ կյանք չունեն Նայեք, այսօր Այմ ազնական փորձից եմ ասում Ամեն ինչը, թե լավը, թե վատը ունենք 3 օր 3 օրվա հիշողություն ենք Այսինքն Աշխարհը մտածել է էլի դրա մասին, նորություն չեմ ասում Եթե դու այդ վատ բանը անես ուրբաթ առավոտ, գցես ուրբաթ գիշեր Պարապայ ժողովուրդը Բան չունի անելու Շաբաթ կիրակի դու միլիոնը Կխփես Որտեվ բան չունեն անելու Երկու շաբթի մաքսիմում 3 շաբթի կմոռացվես Որովհետև քոպես լիքը մարդիկ անում են ամեն օր Այսինքն այսօր շատ եմ ցավում որ այսօր որ մեկ մտնում եմ տենց բաներ եմ տենում ու տակը տենում եմ կնանի քարաջահել տղեկ նստած կոմենտ են գրում ցերեկվա ժամը 3-ին Բայց դու տանը չէ ժամը 3-ին ցերեկ 2 շաբթի 3 շաբթի օրը Ես դու տանը պարա փերախոս Լավ 50-ը թող տունը լավ 100-ը թող տունն են 1000 հոգի տունն է այդ ժամին Այն ինչ գործ ունեք դուք այդ ժամին տունը Դուք ինչ գործ ունեք ոչ ընդհանրապես այդ ժամին հեռախոս եկալ եք Դու պետք է աշխատես Դու պետք է, չգիտեմ, վիզ դնես, ցանկացած բան Ես նես չի աշկերս բացել եմ ու աչքերս բացել եմ ու տենց հարայ հրոցով դառել ենք այն ինչ որ դառել ենք Չէ, չարքաշ աշխատանքել ենք տարել Տոմսա վաճառել եմ աշխատել Քանի տարեկանից եք աշխատել
չեմ հիշում 11 19 տարեկանից դաշտերում պատուս հետ դանդուր եմ հավաքել քերուս հետ պամիդոր եմ շարել գնացել ենք այս շուկայից այն շուկա բան բայց ունեցել եմ արել որ սեպտեմբերի 1-ին բացի մամա պապայի տված են փողը ես էլ փող դնեմ ինձի լավ թանկանոց շորեր առնեմ այդ էր այդտեղից է սկսվել իմ աշխատանք սիրելը ինչի գործ ասես արել եմ Ինչի գործ ասես արել եմ։ Չեմ ամանչել։ Իհարկե։ Բայց ես ամանչել եմ այն պահին, երբ որ մի անգամ պապայիցս փող եմ ուզել շատ կարևոր բանի համար փող եմ, իմ համար կարևոր, բնգերուս հետ տեղ պետք է գնայի, ջայլ երեխայի 14-15 Չուներ պապաս այդ վարած, ես կարաս երկու օրից համբերես գործը բարձրացնել, փողը վեկալ եմ տան տղես։ Հենց մեզ մանթու են, ես որոշեցի որ ախպեր Սա ես պետք է աշխատեմ ու լուրջ մտնեմ գործի դար։ Ինչ ասեմ, ինտերնետ կլուբի բանել եմ, ադմինիստրատորել եմ աշխատել, տոմսը վաճառել եմ աշխատել, ինչ ասես աշխատել եմ։ Գնացել եմ ալոյից վեկալ է բլոյին եմ ծախել, բլոյից վեկալ է ալոյին եմ ծախել, որ աշխատել եմ։ Բայց այսօր ում հարցնում ես, մեր հակով գործ կա, մի լավ գործ լինի, այդանք տենանք ինչ։ Բայց մի բան ասեմ։ Հա Այդ նույն ասողը, որ մեր հակով գործ չկա, Մոսկվայում այդ նույն գործ իր հակով է։ Հիմա ես քեզ մի հատ բան կասեմ։ Ես դիվանոլոգներ կան եւ լոքշինախարարության աշխատողներ։ Տես շուշուտ գնում եմ ԱՄՆ գալիս եմ։ Անցած տարի տեսա մի լեգենդար կոլեկտիվ Ամերիկայում 3 հոգի են էլի։ Դուք ստեղ ինչ եք անում, այո։ Հա։ Բախ, եկել ենք հեսա մատ կպնի մի բան դզվենք։ Կպնի դզվենք։ Ահա, կպնի դզվենք։ Այդ լեգենդար ֆրազը։ Կպնի արա ինչ է։ Բասարյանը մի հատ Աշոտ Ղազարյանը մի հատ հին սկեչեր չէ։ Ուր է հետում սկալենձերը։ Համզաչի մը։ Չէ, ասում ես հետո այդ մեմ Ամերիկա, էլ հետո տենեմ այդ ինչա կպնի։ Եթե այդ ինչա փոքվա, այդ մեմ կպցնեմ։ Ահա։ Թեք այդ բրծավ։ Այդ մարտիկ հիմա այնտեղ դե քանի որ այդ բոլոր փոքված բաները կպցրել են ժամանակին։ Էլ չկա կպնելու բան։ Միակ բանը այնտեղ ուղեղն ու եւ բիլագն է, դու տենաս, այն որ ասում հորս իշուպես բանեն։ Հորս իշուպես բանում են, որ կարանան գոնե օրահացիկը, որտեղ իրանք եկել են մի հատ պետություն, եթե չես աշխատում, մի հատ տնիցս դուրս արի, հələ տավտոն էլ հետ վեկալեք ձեռից, հələ ինչ ունի չձեռ վեկալեք, ինչա դառնում հոմլես։ Իսկ ընդ հոմլեսը երկար կյանք չունի։ Ստեղի հոմլեսների պես չի էլի, որ դե մարդա դե մեկ կեշ տանք, բան տանք, ինչ բան տանք։ Դեմ տենց չի էլի, ուտելու բան տանք, կերակուր տանք, ինչ տենց չի։ Այնտեղ շատ վատ է, էլի, էդի շատ կարճ կյանք ունեն։ Իսկ իրանք այդ վախից, մահի վախից, չկամության վախի, չկամության չէ, չլնելու վախից ստիփած աշխատում են։ Ստեղ մեր հակով գործ չկա, հասնում են Ռուսաստանի քուչեքը, դու տենաս մոյկեքում ոնց են ախպերները պրտում այդ ռուսկան անիքի ավտոները։ Տղեկ, արեք մեր երկրում էդի անում։ Սմոք ջան, բայց մի հատ այլ հարց նաև այստեղ ծագեց։ Իսա արդյոք չի խոսում մեր մենտալիտետի մասին, որ իրա մյուս ախպեր տղեն կտեսնի, կասի բա էդի քո հակով չէ։ Չէ։ Այսօր էդի կա ցավը կա, էդի կա։ Բայց էլի։ Ինքը պետք է աշխատի։ Նույնը այսօր նույնը արվում է երաժշտության ոլորտում։ Նայ, ինչ է։ Ես իմ Instagram-ը օգտագործում եմ իմ աշխատանքը, իմ այն մարդիկ, ովքեր ինձ տարիներ շարունակ սիրում են, գալիս են իմ հետևից, այն փոքրաթիվ, բայց հստակ բանակը որ գալիս, հա։ Տենում են սմոքը, ես անում։ Ու բան կա, չէ՞, ասես նույն ախպեր ինչքանով ես նվագում։ Ես չեմ ասում, որտեղ դա հաճ բան է արդյուն ներկայացնել։ Քո բյուջեն։ Չէ, դա անգրագիտություն է, էլի։ Հա, գնալ ինչ որ մեկին ասա, ախպեր դու ինչքան փող ես առնում։ Ժամանակին չէի հասկանում, ասում էի։ Մեկ, դե ինչ անում, այդ կտկանով կարելի սխմում, այդքան փող առնում արա, սառավոտից այդքան բանում եմ։ Այ ես մի օր գնում եմ մի ռեստորան, փոքրիկ ծնունդի, չէ, հարազատ մարդու ծնունդի։ Արա տենում եմ, DJ-ը, շակերտը, Ահա։ Նոթբուքը դրած է, ով են կողքը դրած է։ Ո՞մ է ասում է, երկու։ Լայնը մախր էստեղ ու դեմքը ծանոթ է։
Այս մեքենա ունի, այդ մեքենայի մոտորիստներ ինքը։ Հա լուրջ եմ ասում, մոտորիստներ, մոտիկացած ասեցի Ես հարաբերակցությունը հեսա բաչը սաղորել յուղերի մեջ սաղորել կլուչը ֆրցարա հա արինստի կոֆե խմի Դեմա տեսեք տեսեք նայեք այստեղ այդ ինչի եմ ես ամեն ինչ վարդում նայեք հարությունը հասարակությունը հա Իրանն էլ է DJ ճանաչում ինձ էլ է DJ ճանաչում բայց ինքը ոգե շնչվել է ինձանից պրոստը սխալ է ոգե շնչվել Չէ հեշտ ճանապարհն է գտել Հա ինքը հեշտ որ մեկ-մեկ ասում եմ Ինձ ամեն օր ամեն ասոր ես զանգ ունեմ, բարև ձեզ DJ ենք ուզում սովորենք, ասում եմ, միշտ հարցնում, ինչի համար։ Դե երաժշտություն սիրում ենք, ասում եմ, մամաս էլ է երաժշտություն սիրում, պապաս էլ է երաժշտություն սիրում, հորովբերս էլ է երաժշտություն սիրում։ Իրանք DJ չդառան։ Դու ինչի համար ես ուզում մտնես այդտեղ։ Դե ախպեր փող առնենք էլի։ Հոп։ Չկա։ Այդ քո մտնելը, ախր մտնելուց է պետք է Ոնց բացատրեմ, դպրոցը պետք է լավ սովորես, որ գնաս ինստիտուտ։ Մտնես ինստիտուտ, չէ՞։ Այ ինստիտուտը պետք է լավ սովորես, որ գնաս դառնաս մասնագետ։ Արա այսինքն դպրոց մանկաբարձ չանցած, մի անգամից եկա գործի։ Ասում ես, ով է քեզ, ոնց որ ուզես բժիշկ, քո երազանքը բժիշկ աշխատելն է, 10 տարեկան երեխա ես, ոնց ես, նայ, ուրեմն մկրատը սենց վեկալում ես, էս էլ դանակն է, սենց փորը բացում ես, էս էլ թելու ասեղն է, սենց կարում ես։ Всё, դու պատրաստի բժիշկ ես անցի օպերացիայի։ Այդ այնց ուղարկում են մարդկանց գործի, մարդկանց տրամադրությունը վիրահատելու։ Ինչ վիրահատելու։ Նենց են վիրահատում, որ երկրորդ անգամ այդ մարդը որ տրավմայով դուրս է գալիս այդ հիվանդ, այդ ճակերտավոր միջոցառում։ Տրավմայով, որովհետև իր տրամադրության ապահովող ամենակարևոր բանը ապահովող մարդը դիլետանտ է։ Սպասեք, տղեկ, ինչ ենք անում։ Հիմա արեք մի հատ սովորենք, արեք հələ այբուբենը սովորենք, արեք հələ գրել կարդարը սովորենք, հələ դպրոցում լավ սովորենք, հələ մեկ ինստիտուտում համ սովորենք, համ թեթև պրակտիկա անենք, մեր սխալների վրա սովորենք, նոր գնանք դառնանք այդ տվյալ մասնագետը։ Այսօր YouTube-ում նստում է, նայում է, 3 օր նայում է, 4 օր այդ նույնը կրկնում է, հետո տենց այդ YouTube-ի անվճար լիքը դասընթացներ, ճակերտավոր դասընթացներ կա։ Նայում ասում ես գիտեմ։ Դու եղել է ես միշտ այդ երեխեքին ասում եմ, գտնում եմ որ սխալ բանն անում, գրում եմ ասում եմ ջիգար, սխալ բան ասա, մեր կողքը գրեցի սենց արած, դու ինձ մի ասում մենք գիտենք։ Հա։ Ասում քանի տարեկան ես, 19։ Ասում ես պրոստը այս քիթիկից սենց բռնես, սենց քիթիկից բռնես, սենց այս ականջի բլթակը սենց մի հատ թեթե, սենց կպստես ականջի բլթակին, ասես տղա ջան, իսկի ես չգիտեմ, դու որտեղից ամեն ինչ գիտես, ես որ 26 տարի սրա մեջ եմ, ես որ 26 տարի սրա մեջ եմ, 26 տարի հազար ու մի միջոցառում, հազար ու մի երաժիշտ, հազար ու մի բան, ես միշտ եմ ասում, տղեկ կրթվեք, այս ոլորտում կրթվեք, DJ-ներ, ասում են ինչի համար, ասում եմ նայ, մի օր կընկնեք երաժիշտների մեջ, այդ ձեր աղմուկ հանած անունը կասեն, կմտնեք լուրջ երաժիշտների մեջ, ու խայտարակ, ես ճակերտավոր առնետներ կանելի, որ ըննենց օրն են գցում այդ երեխեքին, մեկ-մեկ են, որ ասում դե լավ տարեք, չի հասկանում, խոսում եմ, եղքամ, բրախեք թողეთ հա, ըննենց մասնագիտորեն ըննենց առնետավար ինենց բաներ են անում, ըննենց են բանում։ Բայց դա վատ չի, դա որակա պահանջում։ Նայ, եթե դու անուն ես հանել, հարայ, ամեն ինչ գիտեմ։ Ամեն ինչ գիտեմ, հարայ անունը հանեմ, Instagram-ում միլիոններով վյու տվել ես, մի սիրուն վիդեո սարքել ես, մի ծափը դրել ես, մի ուրախությունը դրել ես, մի ռեկլամը դրել ես վիդեոյի վրա $100 այդ վիդեոն սարքել ես միլիոնոց վիդեո, հաճախ ես իրար միլիոն վյու DJ բերիլա անգելես առնետների մեջ։ Արես ասում են, «Օր դու ես, հա, որը մերն չանի, հələ բանը լսի հələ, բանը»։ Դե արի ասեմ։ Ստորացնում են, գցում են գետնին, տաշում են։ Ասում են, լավ, ապեր ջան, դե հել նվագդ նվագի։ Էլ դրանից հետո էլի կարա հելնի նվագի։ Արդեն կոտրված հոգեբանությամբ։ Արդեն նրանք նենց ինչ են անում։ Որը ես գիտեմ ինչ են անում։ Ես իմ մոտ եմ որ գալիս են մեկ որ նենց անունս գիտեն, բայց ինձ face-ով չգիտեն։
Խոսում են։ Okay։ Սկսում են մասնագիտական շատ նուրբ, շատ կռիսական, շատ թարախ։ Կծմծուկներ անել։ Հարցեր տա, չէ, թարախ հարցեր եմ տալիս։ Ու մեկը ջոկում եմ դեմքից Windows-ի error-ին դեմքի error 404-ը սենց իշտնում է։ Հա, բայց խնդրում եմ ձեզ եւ հորդորում եմ, կարդացեք, արա իմացեք, արա, եթե մտել ես սրա մեջ։ Օրինակ ես սկզբից սա իմ հոբին էր։ Ես մասնագիտությամբ իրավաբան դատափորձաքրյա գետ եմ։ Օպա։ Այո։ Սա սկզբից իմ հոբին էր։ Հետո երկրորդ ոչ կարևոր մասնագիտություն էր, բայց հետո կյանքիս ուղին այնպես փոխվեց, որ սա դառավ իմ ապրելակերպ, որ դառավ իմ հիմնական մասնագիտությունը հերիք չի, դառավ իմ ապրելակերպը հերիք չի, դառավ իմ կյանքը, իմ էությունը, այս ամեն ինչը։ Ես հասկացա, եթե ուզում ես մի ճանապարհով երկար քայլես, եթե գլոբուսի այս տակից ուզում ես մտնես այն տակը հելնես, ախպեր, դու այդ բարակ չստիկներով չես կարալու երկար քայլես, ոտերի տակը կճխես, ոտերը կջարդես, կընկնես ճամփիկեսին կմեռնես։ Ինչ։ Մտածեցի, ասեցի, ամենալավագույն տարբերակը իմ ուզածին հասնելու իմ երազանքը նյութը չի։ Այսօր լիքը DJ-ների երազանք, որ մենք երազենք նա թանկ ավտոարմին քշենք։ Նա երազենք այդ թանկ Ֆրանսիան տենանք։ Չէ, իմ երազանքները դրանք չեն։ Իմ երազանքը անել մի բան ու ես անելու որ շատ տարիներ հետո, երբ որ նաուշնիկներս կախեմ պատից, սենց նստեմ ծառի տակ, կատվի սիրեմ ու YouTube-ով նայեմ, թե նա ինչ եմ արել։ Նենց բան, որ Հայաստանում ու տարածաշրջանում ոչ մեկ հələ չի արել։ Այդ է իմ երազանքներից մեկը։ Համամարտկային արժեք թողնելը։ Ինձանից հետո արժեք թողնելը։ Այդ թանկանոց ավտոն, այդ թանկանոց տունը, արա մի օր մաշվելու են գնան, մի օր այդ տանի դու որ վարի գնաս, 100 տարի հետո տան մեջ լրիվ ուրիշ մարդիկ են ապրելու, ուրիշ գույնի ման, այդ քո քշած ավտոն էլ կամ թանգարանային նմուշ է դառնալու, կամ էլ այդ հələ ուտիլ։ Մնայուն արժեքները։ Որպես երաժիշտի, որպես մուզիկանտի, որպես արվեստագետ, հա, ճակերտավոր տղերք կամ աղջիկներ, ես հորդորում եմ ստեղծել ինչ-որ պրոդուկտ, որը կդիտվի համամարտկային արժեք։ Արժեք, տղեկ, աղջիկներ, բոլորը։ Սմոք ջան, մեր արժեքներից խոսեցին, մեր հայկական արժեքներին գնանք, հա, հին մեր երաժշտությունը, որոնք հիմա փորձում են ձևափոխել, նորովի ներկայացնել։ Նախ ինչպես եք դրան վերաբերվում։ Շատ լավ եմ վերաբերվում, շատ նայեք, ես երկրորդ հարցը։ Երկրորդ հարցն էլ միանգամից տամ եւ հավանում եք որպես պրոֆեսիոնալ արդեն մուզիկան, երաժիշտ, հավանում եք այնինչ կատարվում է, այն հին ինչպես է նորովի ներկայացվում, հավանություն տալիս եք։ Մի անգամ Վահագ Հայրապետյանը մի շատ լավ բան ասաց։ Ասաց որ Կոմիտասը մի իմանալ միջև հիմա դուք լորիկ եք նվագում, ինձ կնեղվեր։ Ինչքան կարելի է լորիկ նվագել։ Ինչքան կարելի է կակավիկ նվագել։ Ինչքան կարելի է դա անել։ Okay, սերունդ է սերունդ, պետք է թարմացնենք տանք։ Okay, ես մի ժամանակ Կոմիտասյան մշակումներ արեցի, ասեցին ինչի ես անում, ասի որ ես նոր եկող սերունդը, մեր հետևից եկող սերունդը, որ իմանա որ Կոմիտասը փողոց չի։ Կոմիտասը զուտ փողոց չի, Կոմիտասը էսա ստեղծել ու ինքը համամարտկային գեր, մեծ, շատ մեծ տիեզերական մարդ է։ Ու ինքը իմ ազգի, իմ հայի հայն է ինքը։ Ինքը հայն է, այ հայը սենց է։ Պատկերը, կերպարը, տեսակ։ Հայ պատկերը, Սուրբ Կոմիտասի արժեքը, որպես այդպիսի, ինքն է։ Բալես, ոչ թե Կոմիտասը զուտ, թանգանոց, փողոցա կամ թաղա, չէ։ Նաև սա ստեղից առաջացել է ամեն ինչը։ Բայց ինչքան կարելի է բերել, լավ, ես մեկ-մեկ ես մեր անդադ
վերջերս մի առիթի հրավիրված էր ոչ շատ հայտնի, բայց միջին հայտնիություն ունեցող երգիչներ։ 7 հոգի եկավ, 7-ն էլ երգեցին, այնտե առաջին եկավ Արտաշ Ասատրյան, դե Արտաշի այդ լեգենդար ֆրազը բոլորս որ ասել եմ եկել ձեր հոր երգերը երգեք էլի։ Այդ մարդը եկել է, իր պապայի երգերն է, իր երգերն է երգես գնաց։ Իր հետևից եկավ 7 երգիչ, 7-ն էլ երգեցին Արամ Ասատրյան։ Պատվիրատուն հելավ ասեց աղբեր մի հատ էլ Արամ Ասատրյան դրեցիք, իսկականից արդեն խնդրեմ կունենաք։ Ինչքան կարելի է երգել։ Լավ ժողովուրդ, ինչքան կարելի է Արամ Ասատրյան երգել։ Այսօր մեր հայկական երգարվեստը sense բացում ենք։ Արա ուր են այն մեր սիրուն վեցութերը, այն մեր սիրուն պարային գրված պարային երգերը։ Հա? Այսօր շատ եմ նեղվում, որ իմ շատ սիրելի լիքը արտիստներ անում են զուտ վաճառվող երաժշտություն։ Այ դա էի ասում։ Զուտ վաճառվող երաժշտություն։ Ես դա էի ասում։ Բայց այսօր չենք կարա, այսօր եթե մարդը որոշել է ինքը լսի X արտիստին ամեն օր, առավոտը զարթնի լսի, իրիկունը լսի, ավտոյի մեջ լսի, տունը լսի, քեֆի տեղը լսի, մենք չենք կարա արդեն առնենք, իրենք մեկը չեն, 100-ը չեն, 1000-ը չեն։ Ես մեկ YouTube-ում երգեր կա, լսում։ Ախպեր, ոնց կարես երգը, հələ մի րոպե ոնց կարես երգը 1 միլիոն view ունենա, ախպեր։ Հետո գնում եմ մի հատ տեղ, արտենում եմ այդ երգի սպառողներին։ Ովքեր են։ Այդ հասարակությունը, այդ ովքեր սպառում, ասում եմ, սրանք են լսում ես։ Ուրեմն, օքեյ, ես հիմա խոսեմ ձեր լեզվով։ Սկզբից ես սկսում եմ խոսել իրանց լեզվով, հետո բարձրացնում եմ խոսում եմ ուրիշ լեզվով, հետո բարձրացնում եմ, սկսում եմ խոսել սմոքերեն։ Իրանք սկսում են հասկանալ։ Այսինքն մենք այսօր դե ուզենք աշխարհը գնացել է նյութի վրա։ Ժողովուրդ, այսօր 90% աշխարհը հենված է նյութի վրա։ Փող ունես, կապերն ունես, օքեյ։ Բայց ժողովուրդ ջան, մենք հա, էլի ես միշտ մենք հայերս այդ ֆրազը մի քիչ վերջերս սկսել եմ չսիրել, բայց մենք հայերս ախր այնքան սիրուն բաներ ենք կարում ստեղծենք։ Այնքան սիրուն, պարային այնքան թույն երաժշտություններ են կարում ստեղծենք, այնքան հավեսով։ Բացում ես ինչքան կարելի է երգել այդ հոր ու աղջկա մասին, երգել մոր մասին, երգել հոր մասին, երգել քավորի մասին։ Ու լացել։ Հա, չէ, քավորին դե ուրախ է։ Չէ, հերու աղջկանը լացել։ Հա, հերու ինչքան կարելի է հերու աղջիկ երգել, ինչքան կարելի է մեր ու տղա երգել, ինչքան կարելի է քուրու աղբեր երգել, ինչքան կարելի է սերս կյանքս, թոքս, ջիգերս, եղնիկս, ղարևս, պաշտելիս, ինչքան կարելի է տորթի ու մուտքի, որ երգը լսում ես։ Եվ մի անգամից կասում ես կամ էսի տորթի երգի զակազա կամ մուտքի երգի զակազա։ Արդեն չէ։ Կամ են մեկի կնգած անունդի նվերն է։ Արդեն տենց հոտ է գալիս։ Լավ, օքեյ։ Okay, դա բիզնես է, okay, մարդիկ վճարվում են, արվում է, okay է։ Բայց ժողովուրդ արեք ստեղծենք հələ մի հատ բան, որը ոչ մեկինն է։ Պրոստը ինչ որ քոնն է։ Դու ես զգացել, դու ես քո էմոցիաներն են։ Քո էմոցիաների մասին է։ Քո կյանքի մասին է, հա։ Այսօր Չոր մի հատ, հա, Ջեքսոնի երգերը լիքը ինքնակենսագրականն են։ Ու ինչ ենք խոսում։ Հա, դե Ջեքսոնը համամարտկային արժեք։ Հա, իր կյանքի մասին երգեր են։ Լիքը մեր համաշխարհային աստղերի երգեր իրանց կյանքի մասին է, ժողովուրդ։ Իսկ մեր կյանքի մասին չի։ Ինչ որ մեկի կյանքի մասին է։ Դուք ասացիք չեմ սիրում մենք հայերս։ Այդ արտահայտությունը սկսել եք չսիրել։ Ինչի։ Որովհետև մի հատ հայտնի անեկդոտ կա, ասում եմ մի հատ չտես մարդ։ Սաղկյան երեխա չի ունենում։ Երազում է տղա ունենալ։ Արա տղեն ունենում է, ինքան է ուրախանում այդ երեխով, ուրախությունից տալ այդ երեխու պուպուլը պոկում է։ Հիմա ասեմ, մենք հայերս։ Ինքան ընկել էր ձեռներես։ Արա ընկել էր ձեռներես։ Ընկելա ձեռներես լավ բան։ Արա չտեսի պես խենք տալի պոկում։ Չտես գյորմամիշի պես խենք տալի պոկում։ Այդ բանը մի տեսակ տրենդային է դարձել վերջին շրջանում։
Չգիտեմ Չեմ ինչա։ մոնտաժելու։ Չգիտեմ ինչա, вообще չգիտեմ ինչն է տրենդային ինչ չէ։ Ժողովուրդ, մենք հայերս, որ աշխարհին, հա մենք աշխարհին այնքան բան ենք տվել։ Հա բայց մենք ինչ ենք անում մեր համար։ Ոչ մի բան։ Լավ, հիմա մենք անհանում ենք։ Հիմա աշխարհին հիմա այս շրջանում իմ անձնական կարծիքով մի հատ աշխարհին տվել ենք, ինչ ենք Համասյան ենք տվել։ Նա բան չասեցի։ Աշխարհին տվել ենք Արման Ծառուկյան։ Դե այսօր աշխարհին տվել ենք Հենրիխ Մխիթարյան։ Հա, դա սպորտն է, դες գնում ենք սպորտ։ Հասկանալի է։ Դες դե մենք աշխարհին տվել ենք Վիկտոր Համբարձումյաններ եւ այլներ տվել ենք։ Տվել ենք։ Իսկ հիմա ինչ ենք տալիս։ Մենք հիմա տալիս ենք սպորտ։ Ու մի Այսքան մշակույթ։ Բա ոնց ուղենք դա։ Այ ամբողջ մեր հանդիպումը։ Մենք հայերս լոպազ միայն խոսում ենք։ Ինքը ճապոնացին խոսում, մենք ճապոնացիներս պետք է էս անենք, այն անենք, այն անենք։ Չի խոսում։ Այ լուրջ է փոքրիկ կիրթ մարդիկ այդ անկիրթ, բայց լուր են։ Լուր ինքը գնում է իր գործարանում, այս բաժակը ստեղծում է, լուր ստեղծում է, լուր չի աղմկում։ Բայց միևնույնն է, մենք ամենալավն ենք։ Մենք ունիկալ ենք։ Բայց մի հատ եմ ազգ բացահայտել, բայց մենք պետք է ազգովի գնանք իրանց մոտ էտի սովորենք։ Հա։ Իտալացիները։ Գժվում եմ իտալացիները, վերջերս շատ շուշուտ եմ գնում Իտալիա, շատ շուշուտ եմ գնում, հա գրեթե ամեն ամիս գնում եմ Իտալիա։ Ֆանտաստիկ ժողովուրդ է։ Բայց ասել եմ, մի հատ ազգովի հայերս, այս 10 միլիոն հայով, մի օր պետք է նստենք սամոլոտ, այդքան քիչնենք Իտալիա, կանգնացնենք իտալացիքին, ասենք նա ձեր մաստեր կլասից մի հատ մեր հետ կանեք, մի հատ հələ գլուխ գովալ, պանտավատ լրել, այս բաժակը վազ սարքելու արվեստը մեզ արագ սովորացրեք մանևրել, ճակերտավոր գցելու նուրբ արվեստը, գենի, Մեզանից էլ շատ։ վայ, և մեզ սովորացրեք լոփո խոսալու նուրբ արվեստը։ Մտքովս չեր ասնի, որ։ Այո, ազգովի այդ պանտավատ, այդ բախեն ասի իտալական ճոխություն է, իտալական, չեք դե ամենը չի ասում, ճոխա։ Բայց իրենք պրոստը Թողան իրանք մեր մեծահարուստների տները տեսնեն Այդ իտալացիքից են ոգե շնչվել։ Այդ իտալացի մասնագետներն են արել, մի քանիսին գիտեմ, որ տները իտալացիներն են եկել։ Պրոստ իտալացիները ոնց խոսում են, տենց ստեղծում են։ Ինքը խոսում է 50 մետրի մասին, ինքը ստեղծում է 50 մետր։ Մենք խոսում ենք 50 մետրի մասին, ստեղծում ենք 5 մետրի, ասում ենք բախի 5 մետր ծվա, ախպերն է փող չկար։ Էսը շատ լավ է, ընտիրա, այդյալական է։ Գնանք դզվեք կակ։ Չէ, ումա պետք է շատ լավ է։ Այսինքն, տերնում է տենց ինչ-որ տենց համերգներ, տենց որ գրանձիոզնի թղթի վրա գրած է, թղթի վրա նայում ես, արդեն իրան վիզուալիզացիա ես անում, 3D վիզուալիզացիա ես անում, գալիս է լեգենդար կատարելու պահը, չկա։ Ինչու։ Չկա։ Պարզվում ենք, այդ ինչ որ գծված էր, դրա 40-ից 50%-ի մասնագետն ու ռեսուրսը չունենք։ Հիմա կրճատում ենք, սարքվենք դրա մինին։ Մոդուլը գծեցինք, մինին գծեցինք, սարքեցինք, բյուջետը հասավ ամենահայրից, ամենասիրած տեղը կամ սիրած փողը։ Չկա։ Ախպեր բան ինձ ասիր կրճատել եմ, օքեյ։ Էլի չկա։ Փողը չկա, այսքանա, նայ, այսքանա, մեզի այսքանը կրճատելա սարքելա այսքան։ Հիմա ասում եմ այսքան փող ունեմ, բայց այսքանի բան եմ ուզում։ Ահա։ Սարքում ենք այսքանը, բոմբեջ։ Իդեալական, սանես լավ չէր կարալ։ Սանես լավ է ախր։ Չէ՞։ Հա, էդի է։ Մենք հայերս, այդ աղմկելը դարից դար եղել է, մենք միշտ աղմկել ենք, բայց ունիկալ ժողովուրդ ենք, գժվում է մեր հայերի համար, բայց մի հատ բան կա, իմ դեպքում,
Մենք ցավի ժամանակ գիտեք ոնց ենք իրար գրկում։ Գիտեմ։ Որ ցավի ժամանակ ճողուր, այսինքն պինդ գրկում ենք իրար։ Գիտեմ, դա էլ է մեր բնորոշ։ Հա, էդի մենք ունիկալ ժողովուրդ։ Դա ոչ մի ազգ չունի այն համախմբվածությունը։ Անկամ տես է իտալացիները, որ ասում են մեզ այդքան շատ նման են, չունեն իրանք։ Չէ, մեր համախմբվածությունը։ Մեր համոսած գրկում ենք իրար պինդ, հենց ցավը թողում է, հանգստանում է։ Այն մարդը մի դրանակ վեկալ մենք իրար կոկորտ ենք կողում։ Բայց հետո էլի կգրկենք։ Հա, իրար կոկորտ կողում ենք, դեռ մենք սա հարնակամ են, էլի փաթաթվում ենք, սկսում ենք մեր ձեռքով կատարած սխալը, մենք մեր կենթանիներից լիզելով վերքը մշակում ենք։ Հենց վերքը մշակում ենք, անցը վզի վերքը մշակել եմ, հա, արիստելը դանակը դուստը։ Թոքին։ Թոքին։ Ինչի ենք, մենք լեն ու որ ժամանակ ախր Ժողովուրդ ինձ թվում քելեք սիրենք իրար, էլի հարգենք իրար, պրիմիտիվ հարգենք, էլի շփտանք հարգենք, սիրենք իրար, ժողովուրդ խի մեզ պետք է ցավը համախմբի, խի մեզ պետք է ցավը համախ, մեզ պետք է խի մենք այդ ժամանակ պետք է համախ, խփել արեք լենուբոր ժամանակ էլի, հիմա լենուբոր ժամանակ է, փառք տիրոջը լենուբոլը հլվոր ամեն ինչ դաշտը խախանդա որ ասում դաշտում արշալույսները խաղաղ են։ Սպանում իրար։ Ինչ որ մեկական է, ուտում են իրար։ Երեխեք բոլորդ էլ ճիշտ եք։ Դուք ումական եք։ Արտոշական։ Ինչ է դա նշանակում։ Ես արտոշական եմ, մեր կուսակցությունը կոչվում փրկենք մեր սվարկեն։ Հա։ Բացեք ինչ է դա նշանակում։ Հա, արտուշա Պապանես վարչիկա։ Շատ լավն է։ Հա, ես տենց եմ։ Ես երաժշտության կողմնակիցն եմ, ես արվեստի, կինոյի, թատրոնի, նկարչության կողմնակիցն եմ։ Ով իչմ է մեծ խաղերի հետ, ամերասմա այդ մուզիկան չզբաղվել դրանով, ու չեմ էլ ուզում զբաղվում, չեմ էլ հասկանում, որովհետև չունեմ այդ կրթությունը։ Ունեմ ուրիշ կրթություն, ես իմ կրթությունը ռեալիզացնում եմ ուրիշ տեղ։ Այդ մշակույթի մեջ, այդ երգ ստեղծելու մեջ, այդ արվեստ ստեղծելու մեջ։ Մշակույթը պահելու մեջ։ Բա մշակույթը պահելու մեջ։ Ինը նորովի ներկայացնելու մեջ։ Այո, այսօր եկել են DJ-ներ, Ժողովուրդ ջան։ Արդեն ուզեք, չուզեք, իրանք կազմում ամբողջ աշխարհը ընդունել է։ Ֆրանսիան ընդունեց պաշտոնապես։ Ուզենք, չուզենք, այսօր մենք արդեն իրականությունն ենք։ Ինչ եք կարդում։ Հա, այստեղ կարդում եմ, ասենք Ֆրանսիայի վեր, հա, մեր բոլորի շատ սիրելի, մեր Մակրոն հոպարը, մեր աշխարհի ամենաբարի մարդը, որ գալիս է, վազվզում է իր համար։ Դա մի քիչ վիճելի է, բայց իմ համար ինքը տենց է։ Իմ համար ինքը, հա, ես այդ կարոջա մեքենայի զոհն եմ։ Հա, ինքը իմ համար տենց է։ Բայց այսօր ես վերջերս կարդացի եւ պաշտոնական տեղը Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է էլեկտրոնային երաժշտությունը որպես իր ազգային մշակութային ժառանգության մաս։ Daft Punk-ից կներեք զանգերեք է։ Daft Punk-ից, Free Touch-ից լեգենդներ ինչպիսիք են Bob Sinclair-ը ու մի քանի արտիստներ, միևնույն ժամանակ Raviran-ներ, ինչպիսին է, ոչմ, այստեղ արտիստների անունները տալիս է, հա, ու բանը, որը բանը Այսինքն ամբողջ մեղը կազմված է նրանում, որ մշակութային ու այդ ամեն ինչը ՅՈՒՆԵՍԿՕ-ով հաստատված ՅՈՒՆԵՍԿՕ-ով մարդիկ ճանաչել են մշակութային ժառանգություն։ Всё, այլևս էլեկտրոնային երաժշտությունը Ֆրանսիայի մշակութային ժառանգության մաս է կազմում։ Okay։ Մենք որ ոտերներս կշտել ենք, Եվրոպա գալիս ենք։ Գոռում ենք Եվրոպա գալիս ենք։ Ինչ ենք տանում երաժշտություն, ինչ մշակույթ ենք տանում եվրոպացիներին խաբելու, համոզելու, ստիպելու, ասելու, ցույց տալու։ Ունեինք, չունեինք, մի հատ մեծություն, ազգային հերոս ունենք։ Այսօր Ֆրանսիայում պատածակում են մարդու անունը։ Պապին մեր։ Այո, Շարլ մեր։ Պատածակում։ Այո։ Աղմենի Շարլ Ազնավուր։ Oui. Այլենցեն, խոնարհվում են։ Всё։ Հիմա մենք այսօր DJ-ները, էլեկտրոնային երաժիշտները կան, իրականություն են, ստեղծում ենք ախր է, որովհետեւ չենք ստեղծում, պրոստը խոսում ենք։ Ի տարբերություն գլոբալ գորգռացողների, մենք չենք գորգռում, մենք գլուխներս մեր համար ստեղծում ենք, ցույց ենք տալիս։
Մեր հարթակներում իրանք կան, բայց մենք Սյոժը բեմ են հենց մրցանակ ենք ստանում, մրցանակ են տալիս մարդկանց, ովքեր այնքան մրցանակ ունեն, տունել պոլկեքի վրա տեղ չունեն։ Լավ, այսօր մենք ստեղծում ենք, այսօր մենք կանք, մեզ ինչի տենց մեզ Չգիտեմ, մի հարց էլ տամ թերևս եւ ավարտենք, Եվրատեսիլը վերջերս տեղի ունեցավ։ Եվ սենց ասեմ, դեք իչքան ինձ Եվրատեսիլը էլ չի հետաքրքրում։ Իչքան որ ձեզ հետաքրքիր չի Կամբոջայում կաթի գինը։ Իդեպ ինձ էլ, բայց այնուհանդերձ մեր պետական բյուջեից է գնում այդ գումարները, այդ անհեթեթ քաղաքականացված մաքսիմալ քաղաքականացված մրցույթի վրա։ Ըստ որպես երաժիշտ, որպես ներկայացուցիչ, չեք կարծում արդեն նույնիսկ ուշացած, լավ, բայց չեք կարծում արդեն պետք է վերջացնել այնտեղ։ Դե լիքը պետություններ հրաժարվեցին։ Եվ ճիշտ արեցին։ Ասեցին, որ անիմաստ գումարի վատնում է։ Այո։ Հա մի հատ ցույց տալա, մի հատ ցույց կտանք, որպես հեռարձակող ցույց կտանք։ Բայց պատվիրեք էլ չենք ուղարկում։ Եվ դրանով չի որ պիտի մեր ազգին ճանաչեն, էլի, դրանով Վերջի վերջո երկու անգամ բերեցինք Հայաստան, հա, երկու անգամ Եվրատեսիլ։ Ճիշտ չէ։ Արդեն մեր փոքր պետության համար, մեր փոքր երկրի համար երկու անգամ հյուրընկալել մանկական Եվրատեսիլը, արդեն իսկ մեծ նվաճում եւ բաց։ Եթե մենք ուզում ենք մեծերի մեջ, որտեղ փողերը ավելի շատ են եւ երկրին նավթերը Չէ, նավթի մասին չի։ Զուտ, որպես ինքը բիզնես պրոյեկտ ենք նայում։ Քաղաքական պրոյեկտ չենք նայում, ոչ մեկ են։ Զուտ բիզնես քաղաքական է ինքը։ Փոքրերի ժամանակ всё же քիչ է туриզմի հոսքը, քիչ է բան։ Աղմուկը կա, բայց փողը բերելու բանը քիչ է։ Մեծերի ժամանակ փողը շատ է։ Եթե մենք ուզում ենք կրենք մի հատ էլ մեծերը բերենք, ախպեր արեք պատրաստվենք, դնենք այդքան դեսպանատաններ ունենք, այն որ ասում զարիժատ անենք, ուղարկենք պատվիրակին, ամեն ձև, ասում փողնա չունենք, այն ինչը չես առնի փողով, կարում է շատ փողով։ Իհարկե։ Այսօր քանի հատ միլիարդ հատեր հայեր ունենք աշխարհով մեկ, դժվար է ասել, մի հատ էսի երկրի համար է։ Մի հատ երկրի համար է, քելեք առնենք, առնենք, այսօր մեկ ամեն ինչ վաճառվում է ժողովուրդ։ Եթե միտեղ կա արդեն փող հասկացողություն, ուրեմն կա վաճառք։ Եթե այսօր փողով SMS-ա ուղարկվում, արդեն կա վաճառք։ Դժվար է մի 50 միլիոն եվրոյի SMS ուղարկել, ռասատ կանել, դժվար չի։ Եթե ուզում ենք էդ էլ անենք, բայց գնալ ամեն անգամ Հա չէ։ Գոնե իմ համար Եվրատեսիլը Արամի MP3-ից Encom արդեն MP3 իվետա արդեն ընդհատվեց։ Всё, արդեն գնալ անիմաստ գումար ծախսել, անիմաստ գումար ծախսել, զբաղեցնել 18, 19, 17, հա։ Ուգա 4 հորիզոնական ունեցել ենք Սիրուշով, ունեցել ենք 8 առաջի 8-ը Անդրեյն է, ավանդական 8-րդ տեղը բերել է Անդրեյն։ Դա առաջինն է եւ մեզ համար դա Հայկոն բայց վերջ, ժողովուրդ, վերջ։ Եկա իվետայից հետոն արդեն ավարտվել է, որովհետեւ անում ենք արդեն բաներ, որ կրկնվում է։ Ախր պրոդյուսերական թիմից սխալներ կա, պրոդյուսերական թիմի կազմակերպչական թիմ կա, պրոդյուսերական թիմեր կան, այդտեղ պրոդյուսերներն են խաղում արդեն ժողովուրդ։ Երկիր ուղարկում է իր պրոդյուսերին, արդեն պրոդյուսերները պետք է ուժեղ լինեն, պրոդյուսերները պետք է քթածակով լինեն, պրոդյուսերների կռիվ է այդտեղ, պրոդյուսերսկի կռիվ, արտիստի կռիվ չի, պրոդյուսերի ու երկրի կռիվ է այնտեղ ներսում կուլիսներում։ Երբ որ այդ ամեն ինչը կզգանք, մենք ունենք այդ բյուջեները, այդ պատրաստվածությունը, այդ արտիստը, իսկ մնացածը զուտ ուղղակի գնում ենք գնալու համար։ Անկամ սենց ասեմ, այս տարվա Եվրատեսիլը ինձ
չէ հետաքրքրեց, ոչ թե ես էլ անցածն եմ, ինչ չէ հետաքրքրեց, չեմ հետաքրքրվում։ Զուտ այնքան որ Հայաստանի պատվիրակն է, մի հատ մտնում եմ, նայում եմ տենում որևէ տեղ ննգանք, բայց որպես այդպեսի իսկ կհիշեք մեր մնացած Եվրատեսիների ժամանակ ինչ էինք գնում երկրում օդը կանգնում էր մարդիկ կաֆե ռեստորանները բաները վայրում մենք էինք հայերս էինք չէ դա էլ արժես չէ ինչի մասին է խոսում միտքս չեմ ավարտել Սփյուռքում այդ արտիստը դուրս է գալիս Սփյուռքը տուրեր անում հիշեք այկոներ ճիշտ եք շատ Անդրեն պատտեց ամբողջ եվրոտուրը արեց սպիտը բանը Սիրուշոն եվրոտուրը արեց, MP3-ին եվրոտուրը արեց, մեր բոլոր արտիստներն ովքեր գնացել են, այսինքն իրանք պատտվել են ամբողջ աշխարհով, թեկուզ փոքր 100 հոգանոց համայնքում, բայց ներկայացել են համայնքը ճանաչել է տվել դեսպանատներն աշխատել են, որ մեր պատվիրակն է, այդ մեր համայնքը այդ երկրին ցույց է տվել մեր պատվիրակին, այսինքն մեխանիզմը աշխատել։ Հա մենք հայերս ոնց ենք, մենք հայերս մեզ միշտ ասել եմ Այդ մեր ունիկալությունը կայանում է մի բանով, որտեղ գնում ենք, նա ցած ոտներս մտցնում ենք այդ հողի մեջ, մի քիչ, այն որ ասում եմ, մի հատ միջև կոֆե ենք խմում, արմատը տալիս է։ Արմատները տալիս են, всё։ Մենք սենց աճում ենք այդտեղ։ Առաջինը մենք ունիկալություն, որտեղ գնում ենք մի հատ մենք մեր բրած կենտրոնը սարքում ենք արագի մեջ։ Թողում են, չեն թողում, մեր հայրը մեր օֆիսը չունենանք, всё։ Մեր հայրը մեր օֆիսը դնում ենք առաջ արմատները խրում ենք այդտեղ, մեր հայկականությունը հաստատում ենք այդտեղ ու սկսում ենք աճել, բազմանալ, հա։ Այդ ու ցույց ենք տալիս աշխարհին, թե հայը ով է։ Հայի ունիկալությունը ով է։ Ինչի չենք կարող այդ անենք։ Այդ ամեն ինչը որ արդեն չկա զուտ այնքան որ ուշումիտես դրել ենք Instagram-ի, YouTube-ի բանի վրա, գցում ենք всё։ Հենա դե նայում են էլի, համար նայելի նայում են, բայց այդ Սփյուռքի, ասենք, Սիսակ Քևորքյանը գուզի գոր ասանք դեսնի այդ արտիստին։ Մի հատ իր համայնքում մի հատ տենա, ինչ գիտեք այդ մարդն ով է։ Դու ստեղ նստած, դու ստեղ քո համար քո կաբինետում նստած, դու ինչ գիտես Գերմանիայում ինքը ով է, բայց կարող է Գերմանիայում այդ մարդը շատ լուրջ կարելի է աշխատել, այսինքն չերես այդ մարդ ունենան կապել մեր արտիստին էլի անվերջ այդ բանը մուրավեյնիկ անվերջ է այդ անվերջ մուրավեյնիկի մեջ գտնել են ճանապարհը որ կտանի գագաթ մեր արտիստին հանել գագաթին այո այդ YouTube-ը կա, Instagram-ը կա, գնացինք 3 օր գոռացինք Հայաստան, փորձերը նկարեցինք, բանալեցինք, դրմանք եկանք 4 օր քրֆվեցինք, մեզի աշխարհի լուտանքն ու բանը ինչքան մոռացանք, ոնց որ քիչ առաջ ասնենք 3 օր, ով է խոսում եվրատեսից, իրակի վերջ, ով է խոսում եվրատեսից, ոչ մեկ, չէ։ Մի պահել, մի հատ զղկոցը հելավետ է։ Բումը հելավ ու վերջ։ Всё, անցանք հաջորդը, անվերջ են թեմաները։ Այո։ Անվերջ են։ 2-ից 3 օր։ Ես որ հեյթի եմ ենթարկվում, հա։ Ես մի ժամանակ շատ ծանրի տանում, շատ ծանրի տանում, հետո ինձ դաշտի գուրուները ասեցին մի հատ վեկանում ես հեռախոսդ, F application-ը ջնջում ես, Insta application-ում էլ փակում ես comment-ներդ, հեռախոսդ անջատում ես ու գցում ես մի կողմ, ու զբաղվում ես քո անելիքով, հաշվում ես 3 օր, մտնում ես, վերջ, դու վերջ, թեման փակված է, դու արդեն դու քո խոսակցության, իսկ եթե դու մտար այդ խոսակցության մեջ իջար իր մակարդակին, կսպանեն քեզ, անդադ կերա այդ ճաշը, բայց երբ որ դու ձեն չես հանում ու լուր նայում ես, սպասում ես երբ կմարի, հա, տենում ես, եթե շատ անձնական վիրավորանքներ չկան, պրոստը գլոբալ թաղեմ քեզի սերիայից, հա, մեռնես, երբ պետք է մեռնես, բան, այդ սերիայից, հա, ձեն չես հանում, ասում ես դե
կնիկա գրում է ջղայնացած է իր ստացված կյանքը Դե այս դրա զոհն է։ Հա, ստացված հա դե դու քաղաքականության այդ քաղաքական բաները ամենածանր հարթուկով ոնց կհարթուկեն ամեն օր տակ-տակ, չէ։ Մենք շատ քիչ եմ ենթարկվում հեյթի, հաստատ այս հաղորդումից մի բան կռելու են հեյթ անեն, բայց նույնիսկ թե բաներ չեն խոսացել էլի, ոնց Դե թող թեկուս։ Թեկուս ցավում եմ։ Շատ են անեկդոտը բանանեն, Հա, թող անեն, որովհետև շատ լավն էր եւ շատ իմը արդիական թեմա։ Դե մի հատ էլ վերադառնամ դրան, ասեմ ձեզ։ Մի հատ էլ վերադառնամ այդ անեկդոտին, ինչի մենք հայերս էլ, որովհետև Ժողովուրդ ջան, հաղթել էին կար 30 տարի ձեռներս էր այդ երեխեն։ Հաղթ ունեին կար ամեն ինչ ունեին։ Այնքան մենք հայերս, հա վերջում տեսանք այն ինչ որ տեսանք Ժողովուրդ ջան։ Տվինք պոկեցինք, տվինք ավիրեցինք, կդրեցինք, գցեցինք մի կողմ։ Վարի տվեցինք։ Բայց 30 տարվա մեջ, հա, այդ որ միշտ 30 տարին է, այդ հաղթանակի ակետից սկսած, մինչ այսօրը, դաժե մինչև այս պարագայում մինչև այսօրը, ոչ թե պետքա խոսալ, գոռալ, այլ պետքա այդ անասունների պես ասել հա։ Լուր զարգացնել։ Հա, մենք անասուն ենք, մենք ոչխար ենք։ Զարգացնել զենքը, զինամթերքը, ամեն ինչը, տեխնիկան։ Ախպեր չգիտեմ, դաժե հանրության գիտակցությունը բարձրացնել, մեխանիզմը բարձրացնել, այսինքն աշխատել եղածը պահելու վրա։ Մենք եղածը չենք պահում։ Ասում մենք մեր տան պատի ծակը չենք տենում, գնացել ենք հարևանի պատի տրուբի մասին ենք խոսում։ Նույնն էր այդ էր էլի, այդ անեկդոտը, այդ տեղով, այդ մենք հայերս հասկացողությունը իմ համար արդեն մի տեսակ այնչի, նայեք, միջև այս վերջի իրադարձությունները, հա հլը մենք հայերս աշխարհին, բայց հիմա այս վերջի իրադարձություններից հետո մենք հայերսը, ասում եմ ախպեր, մենք հայերս ունիկալ ժողովուրդ ենք, բայց քելեք աշխատենք։ Ստեղծենք, ախպեր, թերթ ստեղծենք, շիշ ստեղծենք, պլակատ ստեղծենք, գրիչ ստեղծենք, լուր, գլուխներս այսպես կախենք, նստենք այդ կոմպերի դեմը աշխատենք, նստենք զավոդում այդ ստանոկների դեմը աշխատենք, որ անցնի ես իմ ինչքան ժամանակ, ջոկենք, որ սաղ ունենք, մի հատ տենց ֆիթմա տանք, դե մենք հայերս ունիկալ ֆիթմա տվող ենք։ Ֆիթմեն սենց տանք, բոցը բռնենք, գանք այդ պաժարն էլ հանգցնենք, ասենք, տեսակ մենք հայերս։ Ամեն դեպքում մենք հայերս։ Էդի այդ անեկդոտի բանն էր, էլի, տվեց պոկեցը, հենց էտա։ Տվեց պոկեց։ Դրա համար եմ ասում։ Էս որ հարթուկով երեսս չհարթուկ են, էլի։ Թեկուս։ Մենք արդեն ունենք իմունիտետ այդ հարթուկների դեմ։ Ես շատ դեռ այնքան խոսելիք ունենք։ Հույս ունեմ, որ սա մեր առաջին, բայց ոչ վերջին հանդիպումը կլինի։ Եվ դեռ մենք շատ կիսատ թողած թեմաներ ունենք, որոնք չհասցրեցինք քննարկել։ Ձեր տեսակետը, ձեր դիրքորոշումը, ձեր մոտեցումը բավականին հետաքրքիր եւ երիտասարդների համար շատ նաեւ ուսուցողական է։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Շնորհակալ եմ կառուցողական մոտեցման համար նաեւ։ Իսկ մենք հանդիպենք հաջորդ շաբաթ խոստանում եմ։